Բարև ձեզ, Ֆակտոր TV հյուրը քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանն է, ողջույն, պարոն Օրդուխանյան, նախընտրական փուլում ընդդիմությունը պնդում էր, որ եթե Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը վերընտրվի Հայաստան 300,000 ադրբեջանցիներ են գալու, ես վստահ եմ այդ բանավեճին դուք տեղյակ եք, վարչապետը հերքում էր, ասում էր երաշխիք եմ տալիս, որ իմ կառավարման օրոք այդպիսի բան չի լինելու, բայց ընդդիմությունը այս օրերին ցույց է տալիս, ասում է տեսեք Նախիջևանում Արևմտյան Ադրբեջանի թեմայով կոնֆերանս են կազմակերպում միջոցառում կիսապաշտոնական կամ ԱՄՆ կոնգրեսում նման քննարկումներ են լինելու իբր թե վտարված ադրբեջանցիների թեմայով ստացվում է մի բան կա ընդդիմությունը ստացվում է չի սխալվում այո Տեսեք դա ենթադրություն է որովհետև Ադրբեջանում շատ բան կարող են կազմակերպել բայց դա չի նշանակում որ միջազգային օրակարգի բաղադրիչ է։ Ներքին պրոպագանդայի համար կարող են դա անել, բայց իրենք չեն կարող հիմնավորել, որ Արևմտյան Ադրբեջանը Հայաստանի Հանրապետությունն է որպես սուվերեն պետություն եւ միջազգայինորեն ճանաչված այնպիսի, բայց քանի որ այս թեզերը Ադրբեջանում եւ մեր ընդդիմության գործածած թեզերը միշտ նույնական են եղել, չգիտես ոնց է այդպես ստացվում։ Եթե մենք հետահայաց անենք նույնիսկ տարիներ Առաջ այնտեղ ինչ ասվել է նույնը կրկնվել է այստեղ հիմա եթե Ադրբեջանում կա արևմտյան Ադրբեջան կեղծ fake թեզը մեզ մոտ էլ այդ թեզը շրջանառեցի նույնիսկ ինչպես նշեցիք իրավացիորեն նախընտրական քարոզարշավում դրանով փորձելով գեներացնել որոշակի ձայներ թեև պաշտոնապես բազմաթիվ անգամներ հերքվել է որ նման օրակարգ քննարկման գոյություն չունի այն պարզ պատճառով որ չկա Արևմտյան Ադրբեջան հասկացություն, որը տարածվում է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ։ Բայց քանի որ այս խոսույթը շրջանառել են իրենք, պետքա բնականաբար փորձեն այդպես շարունակել, չնայած իրենք ասում են անմիջապես հետո դա լինելու է, հիմա շատ հարցեր կա, որ իրենք չեն կարողանում պատասխանել նույն ընդդիմության ներկայացուցիչները եւ սա էլ ցույց է տալիս, որ այդ թեզերը ուղղակի այդ իրավիճակում որոշակի ձայներ գեներացնելու համար են եղել։ Այդ դեպքում ինչով եք բացատրում Ադրբեջանի վարքագիծը, եթե հայաստանյան քաղաքական դաշտում դերակատարները փորձում են իրար հարվածելու եւ քվեշահելու համար տարբեր թեմաներից կարճել մեկը ասում է 300,000 ադրբեջանցի, մյուսը Ռուսաստանը մեզ կպատժի կամ չգիտեմ պատերազմ կլինի սեպտեմբերին եւ այլն, բայց Ադրբեջանում այդ փաստը տեղի է ունենում, հա, այսինքն հասկանանք փաստի գոյության իմաստը, ինչու։ Կնեք, այն դեպքում, երբ որ Փաշինյանի կառավարությունը ասում է փակված է Ղարաբաղյան հարցը, Արցախցիների վերադարձի հարց գոյություն չունի մեզ համար, այո, ընդդիմությունը ինչ որ բաներ խոսում է վերադարձի իրավունք եւ այլն, բայց ընդդիմությունն է, դրանք պարտվել են արդեն այս ընտրությունները։ Տեսեք, մինչև վերադառնանք նորից այս խոսույթին, որ Ադրբեջանում գեներացված է, եկեք հիշենք նախորդիվ ինչ խոսույթներ կային, ինչեր ասում Ադրբեջանը եւ այդ ամենը իրականության հետ կապ չուներ կամ տեղի չունեցավ կամ ավելին տեղի ունեցավ հակառակը։ Հիմա փաստերով նշեմ։ Ինչ էր ասում Ադրբեջանը, Հայաստանի կապիտուլյացիա, Հայաստանը պետք է բանակ չունենա։ Պատերազմից 6 տարի անց Հայաստանի Հանրապետությունը զորահանդես է անում։ Այսինքն այդ թեզը եւ իրականությունը, տարբերությունը։ Ադրբեջանը ասում էր Զանգեզուրի Միջանցք, այսօր Թրիփի տակ է գնացել ստորագրել նույն Ադրբեջանը։ Հետևաբար նույն այս խոսույթը, որ այդ ներքին լսարանում անում է, դա իր պրոպագանդայի մի մասն է, նաև դա սնուցում է, ստացվում է այդ խոսույթը սնուցում է անուղղակիորեն, գուցե ուղղակիորեն նաև մեր ընդդիմության ներկայացուցիչները, որտեղ չգիտեն ինչով պայքարել իշխանության դեմ, վերցնում են Ադրբեջանի թեզերը եւ այդ թեզերով սկսում են պայքարել իշխանության դեմ կամ ընտրողների քվեների։ Այսինքն դուք իրական վտանգ դա չեք հավատում։ Ես որևէ վտանգ չեմ տեսնում այս պարագայում, որովհետեւ նման հարց չի քննարկվում եւ սա հասկանալի է, որ ավելի շատ այդպես քաղաքական նպատակներով իրականացվող գործողություններ են եւ դա նաեւ հնարավորություն է տալիս Ադրբեջանում այդ գործածվող խոսույթը հնարավորություն է տալիս մեր ընդդիմությանը քաղաքական ակտիվություն ցուցաբերելու։ Հասկանում եք, այսինքն ինքը դրանով նույն եւ հավանաբար Ադրբեջանը դա կարող է եւ դիտավորյալ անում է, որ մեր ներքին օրակարգի վրա ունենա իդեմս ընդդիմության
խոսույթի նույնական որոշակի ազդեցություն, այսինքն ըստ էության թափանցի մեր ներքին քաղաքական օրակարգ։ Տեսեք, նաև Թիմ Տելեկոմի եւ Ազերտելեկոմի միջև ինտերնետային թրաֆիկի տարածման համաձայնություն ստացվեց, ես չեմ ուզում այն դավադրապաշտական բոլոր տեսությունները այստեղ վերաշարադրել, տարածել, բայց իրական մտահոգություններ կան այս գործարքի տակ։ Որքանով հայտնի դարձավ այդ ինտերնետի հետ կապված թրաֆիկին մի պետությունը մյուսի կարծես հասանելիություն չի ունենալու, եթե ես ճիշտ եմ ընկալել։ Հիմա եթե մենք խոսում ենք կոմունիկացիաների վերագործարկման կամ նորերի զարգացման մասին, սա էլ է կոմունիկացիա։ Սա էլ է մի ուղի, ինտերնետի ուղի, որը անցնում է Հայաստանի Հանրապետության տարածքով, հետևաբար այս պարագայում Հայաստանը դառնում է նաև տարածիկ պետություն, այդ թվում Ադրբեջանում ինտերնետի մատակարարման եւ ապահովման տեսանկյունից։ Այսինքն մենք ստանձնում ենք այստեղ նաև որոշակի ազդեցության լծակ։ Մեր պետության տարածքով է անցնում ըստ էության այն կոմունիկացիան, որը սնուցելու է Ադրբեջանի տեղեկատվական համակարգը, այդ թվում ռոպագանդայի համակարգը եւ այլն։ Եվ այլն, բայց սա մի կողմ թողնենք, հասկանալի է մեր քաղաքականությունը տարածաշրջանում ինչպիսին է, հարևանների հետ հարաբերությունների կարգավորման, փոխադարձ շահերի եւ փոխադարձ կախվածությունների հիման վրա է հնարավոր ձևավորել խաղաղ միջավայր։ Բայց նյարդը առաջանում է ամեն դեպքում։ Բնականաբար դա առաջանում է, որովհետեւ էմոցիաները մեր հասարակության մեջ դեռևս չեն մարել եւ սա էլ է հասկանալի, հոգեբանական տարբեր հարցեր շարունակում են մնալ ակտուալ, այդ թվում նաև հիշողության հետ կապված հարցեր եւ սրանք ժամանակ պահանջող հարցեր են լուծումների տեսանկյունից։ Բայց դրան զուգահեռ չմոռանանք, որ Ադրբեջանի տարածքով արդեն ամիսներ շարունակ մատակարարումներ են լինում, այսինքն Վրաստանի միջոցով դեպի Հայաստան, ինչ որ այդ թվում Ռուսաստանից, այլ պետություններից եւ սրանք խոսում են թեկուզ անուղղակիորեն կոմունիկացիաների գործարկման մասին։ Իսկ այն որ վարչապետը ասում էր Հաջիևը եկել է Հայաստան, որպեսզի հայկական կողմն է, ոնց հասկանում եմ, նախաձեռնել, որպեսզի ընտրություններից հետո եղած պատերազմական ռիսկերը կառավարեն, նրա ակնարկային էր, որ ըստ իրենց մեղադրանքի ընդդիմությունը պատերազմի կողմնակից է եւ 500,000 հոգի ընդդիմությանը ձայն է տվել հավաքական եւ դա կարող էր մտահոգություն առաջացնել, որ արդյոք այդքան քաղաքացի կողմ է պատերազմին թե չէ, նմանատիպ էր ակտարկը, բայց համաձայն չեք, որ ընդդիմությունը այդպես բաց չի ասել, մենք գնում ենք պատերազմի, ասել են Արցախի հայերի վերադարձի իրավունք, այո, խաղաղություն, բայց Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի երաշխավորմամբ մի քիչ չափազանցություն չէր սա։ Տեսեք, մենք հասկանանք, որ քաղաքական դաշտում կողմերը մեկը մյուսի դեմ պայքարում են եւ սա բնական է, ինչպես ընդդիմությունը իր տեխնոլոգիաներով պայքարում է իշխանության դեմ, իշխանությունն էլ բնականաբար պետք է հակադարձի իր քաղաքական, այդ թվում հայտարարությունների տեսանկյունից, բայց եկեք հասկանանք, որ նախ այդ 500,000-ի հարցը պատերազմի կողմնակից լինել կամ չլինելու ինչումն է խնդիրը։ Խնդիրը հետեւյալն է, եթե նման ուժ գալիս է իշխանության եւ առաջ է տանում այդ խոսույթը ստեղծում է նախադրյալներ նորից պատերազմի։ Խոսքը սրա մասին է, այսինքն եթե դու պետք է գաս եւ անես այդ պնդումները, բնականաբար դա շեղելու է այն նախորդող պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել կողմերի միջև, այդ թվում նաեւ տնտեսական մեգա նախագծերի շուրջ համագործակցության տեսանկյունից։ Հիմա ինչպես է պատկերացնում մի իրավիճակ, որտեղ կա Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Իրան եւ Չինաստան։ Ես ուզում եմ բերել շատ հստակ օրինակ, եկեք հիշենք Մինսկի երանախագահությունը։ Պետություններ էին, որոնք չկարողացան լուծել Արցախի հարցը։ Եվ դա տարավ պատերազմի։ Այսինքն մի քանի սուբյեկտների ներգրավումը բերելու է մի քանի սուբյեկտների տարբեր շահերի բախման։ Եվ այդ շահերի առաջ մղման քաղաքականությունը այդ մի քանի գեր տերությունների կամ ենթադրենք տարածաշրջանային տերությունների կողմից բերել է բախման։ Եվ այդ պարագայում ավելի է բարձրանալու պատերազմի հավանականությունը, քան հիմա, որ մենք ակնհայտորեն տեսնում ենք, որ Ամերիկայի ականատեսությամբ ստորագրված այդ փաստաթուղթը
ընդհանրապես սպառել է պատերազմի մասին կամ ագրեսիվ խոսույթը, այդ թվում նաև Ադրբեջանի օրակարգում, այսինքն կրկին ագրեսիվ խոսույթի դրսևորումներ, որոնք եղել են մինչ օգոստոսի 8-ի փաստաթղթի ստորագրումը, դրանից հետո այդպիսի դրսևորումները նվազագույնի են հասցված։ Տեսեք, արտաքին ճակատում մյուս սուր հարցը Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններն, Ռուսաստանի տնտեսական սահմանափակումները չեն դադարում, պնդում էին, որ Պուտինի մակարդակով ընդհանուր հանրաքվե Հայաստանը պետք է անցկացնի ԵՄ-ի կամ ԵՏՄ-ի, միջև ասել են Հայաստանի մասով, այսպես ԵՏՄ-ում քննարկում պետք է լինի դեկտեմբերին, Պուտինը մինչև այսօր չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթելու համար, արդյոք սրանք կառավարելի ռիսկ են կամ ինչպես բացատրել Ռուսաստանի այս վարքագիծը։ Ռուսաստանի դիրքորոշումը շատ հասկանալի է, հասկանալով եւ հաշվի առնելով այն քաղաքականությունը արտաքին, որ վարում է Ռուսաստանի Դաշնությունը, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Բայց այստեղ մի բան կա, տեսեք, այդ հակասությունները առաջացնողը ռուսական կողմն է։ Եվ փորձելով այդ հակասությունները առաջ տանել, Ռուսաստանի Դաշնությունը հավանաբար սպասում է, որ այդ հակազդեցությունը խոսույթի մակարդակում կամ կոնֆլիկտային խոսույթի հասունացումը կլինի նաև Հայաստանի կողմից, որը թույլ կտա իրեն ավելի ինտենսիվացնել այդ ամենը, բայց տեղի ունենում հակառակը, այսինքն այդ տնտեսական սահմանափակումները, որը դրեց Ռուսաստանը արհեստականորեն, Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման խթան հանդիսացան։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը շատ ավելի կենտրոնացրեց իր ջանքերը փնտրել այլ շուկաներ իր ներքին տնտեսվարողների արտադրանքի արտահանման կամ սպառումների ապահովման տեսանկյունից։ Այսինքն որքան փորձես անկյունել, այնքան դրանով հնարավորություն կտաս այդ սուբյեկտին, որին ուզում ես ճնշել, գնալ ավելի արագ դիվերսիֆիկացման։ Նկատի ունեք պատժամիջոցները հակառակ արդյունք ունեցել։ Մենք հիմա գիտենք, չէ, փաստացի, որ տարբեր ապրանքներ արդեն տարբեր պայմանավորվածության հիման վրա արտահանվում են այլ երկրներ, որոնք նախկինում գնում էին Ռուսաստան։ Հիմա ստացվեց, որ այդ սահմանափակումը բերեց մեր շուկայի արտահանման տեսանկյունից որոշակի դիվերսիֆիկացման։ Դա նշանակում է, որ մեր տնտեսվարողները պետք է պատրաստ լինի հնարավորինս լավարկել իր ապրանքի, իր արտադրանքի որակը, որպեսզի կախված չլինի միշտ մեկ շուկայից, այլ ունենա հնարավորություն, որքան այլընտրանք ունես, այնքան դու ավելի ազատ ես որպես տնտեսվարող, որքան այլընտրանք ունես, այնքան ավելի ինքնուրույն ես որպես պետություն։ Պարոն Օրդոխանյան, այս երևույթները տնտեսական պատժամիջոցներ կամ սահմանափակումներ կամ ակնարկը, որ կչեղարկենք հայ-ռուսական գազային պայմանագիրը, եթե ԵՄ-ին մերձեցումը շարունակում եք, այսինքն Հայաստանը չի մատակարարվի Ռուսաստանի ներքին գներով, գազ մինչդեռ գիտենք, որ սահմանի կրկնապատկվում է եւ ներքին գինը դառնում է արտաքին գին, սրանք հասկանալի է, որ Ռուսաստանի կողմից գործիքակազմեր են, այսպես ասենք, Հայաստանին հարկադրելու ինչ-որ բան։ Այո։ Խոսում են հարաքվեց, ձեր կարծիքով իրականում ինչ է ուզում Պուտինը Փաշինյանից։ Ուզում է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը բացառապես մնա իր ազդեցության գոտում եւ վարվի այնպիսի արտաքին քաղաքականություն, որը բխում է Ռուսաստանի Դաշնության շահից, այսինքն չունենա իր ինքնուրույն արտաքին քաղաքականություն։ Եկեք կենտրոնանանք այդ գազի պայմանագրի հետ կապված եւ նաեւ հանրաքվեի։ Սկսենք հանրաքվեից։ Նախ հանրաքվեի հարցը դա Հայաստանի Հանրապետության ներքին հարցն է եւ որևէ արտաքին սուբյեկտ կամ պետության ղեկավար չի կարող ասել հանրաքվե արեք կամ մի արեք։ Դե ասում եմ մեր տնտեսական երբ կհասունանա այդ պահը, երբ կհասունանա այդ պահը, Հայաստանի Հանրապետությունը մեծ հանրաքվեն տեղի կունենա եւ ժողովուրդը կորոշի Հայաստանը ինչ զարգացման ուղղություն է ընտրելու՝ ի տարբերություն իդեպ 2013 թվականի, որ ժողովրդի փոխարեն մեկ գիշերում որոշեց մեկ անձ, որ Հայաստանը պետք է լինի ԵԱՏՄ անդամ։ Այսինքն, այս էլ համեմատության համար ասենք։ Ինչ վերաբերում է գազին, տեսեք, Ռուսաստանի Դաշնության համար, եթե այսօր Եվրոպան շարունակեր իր գազը գնել, լավագույն բանն էր լինելու։ Այսինքն, իրենք շատ կցանկանային, որ Եվրոպական միությունը շարունակեր այն ծավալներով իրենցից գազ գնել, ինչպես դա եղել է նախկինում։ Եվ Ուկրաինային չաջակցելու։ Այո, բայց հիմա Հայաստանի հետ կապված ինչ-որ բաներ է առաջ քաշում։ Լավ, ենթադրենք գազը մատակարարումը դադարեցրեցին։ Մենք այդ հարցում էլ չէ, այլընտրանքների որոնման մեջ ենք։ Եկեք դադարեցնեն, այլընտրանք կգտնենք որոշ ժամանակ։ Կամ գուցե հիմա էլ ենք փնտրում, որ հենց դադարեցնել մենք արդեն այդ այլընտրանքը ունենանք։
չմոռանանք, որ մենք ունենք հարևան երկիր Իրան, որից Հայաստան եկող գազատար կա, որը իհարկե իրենց կառավարման տակ է Ռուսաստանի Դաշնության, բայց եթե այդ պայմանագիրը դադարում է նաև այդ մասով։ Եվ խողովակը իրենց չի մնում, այսինքն ոնց կարող է իրենց մնալ, եթե իրենք դադարեցին պայմանագիրը, այդ խողովակով գազը գալու է, եւ բնականաբար մենք արդեն ուղիղ այդ գազը կգնենք եւ կտարածենք, չգիտեմ, մեր սպառողների մեջ։ Ուզում եմ ասել, այդ ամենը չի ապահովի, բայց ժամանակի ընթացքում կարող է այդ ամենը արդիականացնել, զուգահեռաբար եւ այլն։ Ուզում եմ ասել, այս ամենը Հայաստանի ինքնուրույն քաղաքականություն վարելու դեմ որոշակի գործողություններ են, որոնք էֆեկտիվ չեն կարող լինել այսօր։ Այսօր Ռուսաստանի Դաշնությունը այլևս չունի այն լծակը, կոնֆլիկտի կառավարման լծակի մասին է խոսքը, որով կարողանում էր Հայաստանին պարտադրել իրեն հաճո եւ իր շահերից բխող քաղաքականություն։ Բնականաբար Հայաստանի Հանրապետությունը չպետք է գնա կոնֆլիկտի Ռուսաստանի Դաշնության հետ որևէ պայմանում, բայց միևնույն ժամանակ այսպես հետևողական քայլերով, ինչպես դիվերսիֆիկացրեց արտաքին քաղաքականությունը, մեր ռազմական ոլորտը, անվտանգային ոլորտը, այսօր քայլեր են իրականացվում դեպի տնտեսական դիվերսիֆիկացում, հետագայում նաև էներգետիկ դիվերսիֆիկացում, եթե Ռուսաստանը օրինակ գազի պայմանագիրը կխզի, բայց դրանով միևնույն ժամանակ նաև կկորցնի այն բոլոր սպառողներին, որոնք եկամուտներ են ապահովում նույն Ռուսաստանի Դաշնության համար։ Տեսեք, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանելու է Հայաստան, Եվրամիությունը առաջին փաթեթով 34 միլիոն եվրո է տրամադրել Ռուսաստանի սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով, մարտակոսը ընդլայնման հարցով հանձնակատար լինելու է նրա պատվիրակությունում, վերջինս նախարար Դավիթ Խուդատյանին տարածքային կառավարման հանդիպել էր եւ մեկնարկում է նաեւ կապակցվածության օրակարգ հարթակը, սա կօգնի հայ արտադրողներին ընդլայնել արտահանման աշխատանքությունը եւ իրենց բարձրորակ արտադրանք հասցնել նոր շուկաներ, ինչքանով Ռուսաստանի այս քայլերը իրենց այն բացասական ազդեցությունը կկորցնեն, արդյոք ԵՄ-ի աջակցությունը այդքան որակյալ կարելի է համարել, ակնկալել, ինչ սպասել է սովորությունից։ Տեսեք, գիտեք ինչն է հետաքրքիր, որքան Ռուսաստանի Դաշնությունը ցանկանում է կասեցնել Հայաստանի մերձեցումը Եվրոպական միության հետ իր քայլերով, այնքան հակառակը ավելի մոտեցնում է Եվրոպական միությանը եւ Հայաստանը միմյանց։ Հիմա եթե Ռուսաստանի Դաշնությունը այս պատժամիջոցները չդներ, այս աջակցությունները չէր լինի, չէ՞, այսինքն ավելի չէին ինտենսիվանա կապերը, ավելի չէին զարգանա փոխհարաբերությունները, ավելի նոր հեռանկարների փնտրտուք տեղի չէր ունենա եւ մեր տնտեսվարողների համար նոր շուկաներ չէին բացվի։ Այստեղ է խնդիրը։ Այսինքն որքան կփորձի ճնշել, որքան կփորձի թույլ չտալ մերձեցում, այնքան դա հակառակ ազդեցություն է, այնքան ավելի արագ է այդ process-ը տեղի ունենալու։ Եւ մենք տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետության, գիտեք, մեր արտադրանքի ծավալը այդքան մեծ չի եւ դա հաստատ Եվրոպայում կգտնվի կլանելի ծավալը։ Իհարկե, այսինքն այդ այնպիսի խոշոր, եթե վերցնենք մեր բնակչությունը, այնտեղ մեկ խոշոր քաղաքի ընդհանուր պետության բնակչություն, մեկ խոշոր քաղաքի բնակչություն է։ Այսինքն մեր արտադրանքը այդ հսկայական եվրոպական շուկայում, եթե որոշակի որակական չափանիշների համապատասխանի, հավատացած եղեք ինքը շատ հանգիստ վաճառվելի է եւ գտնվում։ Դե դրա համար ես հենց քիչ առաջ ասացի, որ մեր տնտեսվարողներ պետք է աշխատի իր արտադրանքի որակը բարձրացնի, որպեսզի դրանով թույլատնի իր միակողմանի կախվածությունը որպես տնտեսվարող։ Դա կլինի միրգ բանջարեղենի արտադրման ոլորտը, կլինեն խմիչքներ, հանքային ջուր եւ այն ամենը, ինչը որ գնում է Ռուսաստան եւ միայն Ռուսաստանում է սպառվում, հիմա դրա որակը պետք է ավելի բարձրացնել եւ դրանով բացել բազմաթիվ այլ շուկաներ, հետեւաբար նաեւ նվազեցնել միակողմանի կախվածությունները։ Այդ պարագայում Ռուսաստանի Դաշնությունը ինքն է նաեւ խնդրելու, որ ձեր ապրանքը բերեք մի քիչ մեր մոտ վաճառեք, որովհետեւ ռուս գնորդն էլ չի ուզում, սպառողն էլ չի ուզում անորակ ապրանք։ Այսինքն եթե հայկական ապրանքը գնաց Եվրոպայում, որակով է, չէ՞։ Ինքը ուզելու է այդ ապրանքը, որ նաեւ իր շուկա գժա։ Տեսեք, այս process-ը որոշ մարդիկ ներկայացնում են որպես գեոպոլիտիկ բախման
տրամաբանություն, որ Հայաստանը ընկավ ծուղակը արևմուտքի, ծառայում է որպես Ռուսաստանի դեմ ֆորպոստ, կխնդրի այս հարցին անդրադառնալ, ինչքանով է փաստային այս հարցադրում, անգամ երբեմն Ուկրաինայի հետ են համեմատում, հատկապես որ Պուտինն էլ ասում է Ուկրաինայում էլ այսպես սկսվեց Եվրամիության մերձեցումից եւ այլն, եւ ինչ ենք մենք ստանում այսքան զողողությունների եւ, չգիտեմ, ռիսկերի դիմելով։ Նախ Ուկրաինայի հետ համեմատության եզրեր իրականում չկան, բայց եթե Ռուսաստանի Դաշնության նախագահը ասում է, որ Ուկրաինան էլ ամեն ինչ սկսեց Եվրոպայի հետ մերձեցումից, դրանով նաև հերքում են թեզերը, որ իրենք գնում են իրենց հայրենակիցներին ազատագրելու։ Ահա, այս փաստը ուղղակի արձանագրել։ Նրանք այնքան սուտ բաներ են ասել, որ արդեն Հա, բայց այդ մակարդակով եւ այդ կարգից սա մտածելու տեղ է տալիս։ Աշխարհագրության տեսանկյունից եկեք վերցնենք, Հայաստանը Ռուսաստանի հետ չունի ուղիղ սահման եւ այն ներխուժումը, որ արեց դեպի Ուկրաինա, Ռուսաստանը նույն կերպ չի կարող անել։ Հայաստան թեև ունի այստեղ ռազմաբազա, բայց այդ ռազմաբազան չունի այն պոտենցիալը, որպեսզի կարողանա նման SVO կազմակերպել եւ իրականացնել Հայաստանը, որովհետեւ չկա նաեւ դրա ներքին աջակցության չափը։ Եկեք չմոռանանք, որ 500,000 ձայները, որ միշտ շեշտադրում են, դրանց մի խոշոր մասը կարելի ասել այդ ընտրական միգրացիայի մի քանի օրվա այդ միգրացիայի ընթացքում եկած քվեարկած ներգաղթած եւ հետո նորից արտագաղթը ընտրած մարդկանց քվեներն են։ Հետևաբար նման պոտենցիալ չունի Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանում նման բան կազմակերպելու հարցակման։ Այո, դե եթե իրենք խոսում են Ուկրաինայի մասին, հենց սպառնալիքը դա է, որ նման մի բան կարող է տեղի ունենալ, բայց վստահաբար դա տեղի ունենալ չի կարող, որովհետև մենք էլ հակված ենք չսրել այդ խոսույթը, որը շատ կցանկանար, որպեսզի Ռուսաստանը շատ կցանկանար, որպեսզի Հայաստանը սրի այդ խոսույթը եւ դրանով տա իրեն հնարավորություններ գնալու ավելի կոշտ քայլերի, բայց մենք տեսնում ենք, որ մենք պահպանում ենք բարեկրթության եւ նաեւ տակտիկական տեսանկյունից մեր խոսույթի որակը հայ-ռուսական հարաբերություններում եւ դրան զուգահեռ աշխատում ենք այլ միջազգային դերակատարների հետ։ Պարոն Օրդոխանյան, նաեւ ներքին, այսպես ասենք, տրամադրությունը Հայաստանում ինչպիսին են քաղաքացիների վրա այս ռուսական ճնշումները ինչպես են ազդում ձեր ընկալմամբ, մարդիկ ունեն այդ վախը, որ այո, լավ է ԵՄ-ի հետ մերձենալ, բայց չգիտեմ, միգուցե Ռուսաստանի ենթարկվենք, չգիտեմ, այսինքն զգուշավորություն մտնի մարդկանց մոտ, այս հասարակական տրամադրությունները ամեն դեպքում կարևոր են։ Ես կարծում եմ, որ մեր հասարակության մեջ այդպիսի սերվիլ գիտակցությամբ եւ քաղաքական տեսակետով մարդիկ փոքրաթիվ են, կան իհարկե այդպիսիք, որ մտածում են, բայց դա քաղաքական որակ չէ այս պարագայում եւ մենք նաեւ ընտրության արդյունքներով կարող ենք դա փաստել, որ մեր քաղաքացիների մեծամասնությունը, ընտրությանը մասնակցած քաղաքացիների ընտրողների մեծամասնությունը այնուամենայնիվ ընտրեց հօգուտ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, Հայաստանի Հանրապետության զարգացման այս քաղաքական տեսլականի օգտին։ Եվ շատ հետաքրքիր է, որ այդ ընտրակաշառքների թեման, որ գրեթե ամեն օրվա ռեժիմով ինչ-որ նոր թարմացումներ են լինում, որ նման ծավալի ընտրակաշառքներ են եղել, որևէ մի փաստարկում է թվում ընդդիմության կողմից, որը այդպես վերցրել եւ շրջանառում է 300,000 ադրբեջանցիների վերադարձը, բայց գոնե չգտավ մեկ դեպք ընտրակաշառքի, որը արված կլիներ օրինակ ներսում իշխանության կողմից, այսինքն մեկ դեպք չգտան, թոշակներից օգտվում են Հայաստանի Հանրապետության բոլոր թոշակառուները եւ Հայաստանի Հանրապետությունը որպես սոցիալական պետություն, սահմանադրությամբ ամրագրված որպես սոցիալական պետություն, այո, պարտավոր է հոգ տանել իր քաղաքացիների սոցիալական կարիքների վերաբերյալ եւ հետեւապես կենսաթոշակների բարձրացումը տեղավորվում է ցանկացած իրենք է որ գային, իրենք էլ է ինչ ասում կբարձրացնենք։ Ասում էին, չէ՞ որ եւ դա պարտավոր են անել։ Եվ դա պարտավոր անել նաեւ այս իշխանությունը։ Բայց կաշխատեն 1 դրամով։ Դե արդեն դա էլ է այսպես, հա, fake խոսույթի ժանրից, որովհետեւ 1 դրամով դու չես կարող պետության համար աշխատել այնպիսի նվիրվածությամբ
եւ նաեւ ծավալել նորմալ կենսագործունեություն։ Ինչ եմ ասում։ Իրենք ուրեմն ուրիշ տեղից պետք է այդ 1 դրամի պակասող գումարի չափը ուրիշ տեղից չէ պետքա ստանան։ 1 դրամը ոնց կարելի է ապրել։ Հնարավոր բան չի։ Խնդրեմ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել ենք Էմիլ Օրդուխանյանին։